Վստահության, հարգանքի ու համակրանքի ժեստերով է դիմավորում Վանաձորը Ռոբերտ Քոչարյանին։ Հաղթանակը անկասելի է, ասում են վանաձորցիները երկրորդ նախագահին։ Նրա հետ լուսանկարվում են, ձեռքը սեղմում, վստահեցնում, որ Վանաձորը հունիսի 7-ին 17 համարին է քվեարկելու ընտրատեղամասում։ Պարոն Քոչարյան ջան, մեր հայ ազգը միշտ կանգուն ա եղել, միշտ էլ բռնցքով ա եղել։ Պետք է միշտ էլ մենք իրար հետ բռնածերն ենք։ Մենք պետք է հնեցանենք, որ ուզում է Ադրբեջան եղնի, ուզում է Թուրքիա եղնի։ Մենք 15 թվականից այս կողմ, 15 թվականից այս կողմ, ես պատմությունը լավ գիտեմ։ 15 թվականից այս կողմ, մեր հայ ազգը ճիշտ է կոտորվել է, բայց էլի կանգուն է մնացել, կանգուն է մնացել։ Կոտորվել է, բայց չի կոտորվել։ Շնորհակալ եմ իմ ձեռքը բռնելու համար էլ ես էլ Տեր ասում։ Աստված մեզ հետ, բոլորը, շնորհակալ եմ։ Միշտ բռնցքով։ Միասին։ Խորհրդանշական է հանդիպումը Վանաձորի հենց այս պուրակում։ Ռոբերտ Քոչարյանը հենց այստեղ է առաջին անգամ 80-ական թվականներին հանդիպել լոռեցիների հետ։ Ձեր կողմից ընտրվեցի Գերագույն խորհրդի պատգամավոր Հայաստանի Հանրապետության։ Եվ դա ինձ օգնեց արդյունավետ պայքար մղել Արցախում։ Մի վահան էր ինձ համար եւ այն ժամանակ այս տեղից, այն կետից ասել եմ, որ վստահ եղեք, որ Արցախի պայքարը բերելու ենք տրամաբանական ավարտին, ունենալու ենք անկախ եւ ազատ Արցախ, եւ արել ենք դա։ Հենց այդ օրից են սկսել հայ ժողովրդի հաղթական էջերը, ասում է Քոչարյանը։ Հպարտանալու օրեր էին, հիշում է նախագահը։ Համաձայնում են լոռեցիները։ Երբ վիճակը շատ է վատանում, ինձ հիշում են։ Երբ վիճակը շատ լավ է լինում, ասում են այս Քոչարյանը շատ խիստ է, սաղին աշխատացնում է։ 97 թվական ես Ղարաբաղի նախագահ էի, Հայաստանում վիճակը երևի գիտեք ինչպիսինն էր, ինձ խնդրեցին, դիմեցին եւ համոզեցին, որ գամ Հայաստանի եւ զբաղեցնեմ Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Երկար էին համոզում, համաձայնվեցի եւ պատվով կատարեցի նաեւ այդ պարտականությունը։ 10 տարի մեր երկիրը ծաղկել է, տնտեսական շեշտակի աճ է գրանցվել Հայաստանում, բարձրացել են նաև թոշակները, հիշում է Հայաստան դաշինքի առաջնորդը։ 10 տարի Հայաստանի Հանրապետությունը եղել է անվտանգ, տնտեսությունը զարգանում էր խայտառակ տեմպերով, տարին 12% աճ, համախառն ներքին արդյունքը աճել է 6 անգամ, բյուջեն 8 անգամ, թոշակները 6 անգամ, 6 սապատիկ։ Սա երկրորդ ճակատագրական քայլն էր, որ Պաշտոն զբաղեցնելու ցանկություն չի ունեցել երկրորդ նախագահը, բայց մեր երկրի օրհասական վիճակին կողքից հետևել չէր կարող Ռոբերտ Քոչարյանը։ Հայաստան դաշինքի առաջնորդը ճակատագրական երրորդ քայլն է պատրաստվում անել։ Ճակատագրական քայլն էր Վերցնել Հայաստանի ղեկը։ Տվեք այդ լիազորությունները եւ այդ հնարավորությունը երրորդ անգամ անել ամեն ինչ, որ Հայաստանը մնա հայկական, հայերի համար։ Երկիրը սրիկաներից ազատելու ժամանակն է, ասում է Քոչարյանը։ Այո, համաձայն է Վանաձորը։ Երկիրը սրիկաներից պետք է ազատել։ Հունիսի 7 համար 17, հունիսի 7 համար 17։ Առջևում առանձնահատուկ ընտրություններ են, լինել չլինելու ընտրություններ։ Ժողովուրդը պետք է կողմնորոշվի, ուզում է պաշտպանել սեփական երկիրը չարիքից։ Եթե ուզում է, ուրեմն 17 համարը պետք է ընտրի, կոչ է անում Ռոբերտ Քոչարյանը։ Կասկածի տակ են դնում ամեն ինչ, այն սրբությունները, որոնց վրա դաստիարակվում է սերունդները եւ որոնց շնորհիվ մարդ հայրենասեր է դարձնում, պատրաստ է լինում անել ամեն ինչ սեփական երկիրը պաշտպանելու համար։ Դու կարող ես ունենալ լիքը սպառազինություն,
այդ ամենը զրո է, եթե չունես հայրենասեր զինվոր, հայրենասեր քաղաքացի, պահանջատեր քաղաքացի։ Եվ մենք այստեղ ենք դա ապահովելու համար։ Ճոպանուղի, որ միշտ ուզել են ունենալ վանաձորցիները։ Միասին Այդ երազանքը նույնպես իրականություն է դարձնելու Հայաստան դաշինքի առաջնորդը։ Վանաձորը եղել է արդյունաբերական քաղաք։ Մենք այդ փառքը պետք է վերադարձնենք այստեղ։ Արդյունաբերական երկիրը նշանակում է լավ, բարձր մակարդակի կրթություն։ Չես կարող ունենալ արդյունաբերություն, չունենալով կրթություն։ Ուրեմն այս բոլոր հարցերը ստանալու են իրենց լուծումը վստահ եղեք։ Եվ անցած անգամ ինձ մեկ հարցով դիմել էին, որպես տուրիստական բնությունը չքնաղ է այստեղ։ Տուրիզմի զարգացման համար ինձ դիմել են, որ կառուցվի ճոպանուղի այստեղ։ Իմ ժամանակ կառուցել ենք Ծաղկաձորը, դարձրել ենք լեռնադահուկային կուրորտ։ Իմ ժամանակ ճոպանուղին կառուցվեց Ջերմուկում։ Խոստանում եմ, դուք շատ կարճ ժամանակահատվածում ունենալու ենք նաև այդ։ Միասին կարող ենք, միասին կարող ենք։ Շնորհակալություն, շնորհակալություն ժողովուրդ ջան։ Լանա Համբարձումյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։